գնահատականը ներկայացնեք պարոն Դանիելյան։ Պիտի խոսեմ։ Ձեր խոսքին կարոտելու ենք հələ երկար։ Հազար ներողություն, հիմա ինչ եք ներկայացնում այս տողում։ Նախկին պատգամավոր։ Մի այդ նախկին դաշնակցականը նախկին չի, նախկին բառը չէ, ճիշտ եմ ասում գարի։ Այս ցեխից որ sense կանգնենք։ Լավ է, կանգնենք։ Պարոն Դանիելյան, այս պահին գտնվում եք դատարանի դիմաց, եւ դատարանի ներսում է Վեհափար Հայրապետը մեղադրյալի կարգավիճակում, նրա հետ են նաեւ 6 բարձրաստիճան հոգեվորականները, եպիսկոպոսներ եւ արքեպիսկոպոսներ։ Ձեր գնահատականը արդյոք սա ձեզ համար այս իրավիճակը դատապարտելի է թե ոչ։ Սա ոչ թե դարի, այլ հազարամյակի խայտարակությունն ու խարանն է։ Այն ինչին որ մենք հիմա ականատեսն ենք լինում, սա ուղղակի ինչ որ մի պահ տպավորությունա, որ պետք է մի հատ երազի մեջ ենք, սոսկալի մի երազի մեջ ենք, որ ինչ որ մի պահ պետք է արթնանանք եւ այս ամեն ինչը մեզ շատ վատ երազ թվա, բայց երազը այդ իրականությունն է, այդ վատ երազը իրականությունն է, եւ այսօր մենք մեծագույն ամոթ ապրելով ամբողջ ոչ միայն այսօր Հայաստանի Հանրապետությունում ապրող մեր քաղաքացիները, այլ ամբողջ աշխարհում ապրող հայությունը խայտարակ օրեր ու ժամեր ապրում։ Երբեք մենք չենք կարող պատկերացնել, որ նման բան տեղի կունենա, այսինքն վեհափարը իր պարտականությունները կատարելու համար մեղադրյալի աթոռին է նստած, այսինքն ի սկզբանե սահմանադրության օրենքը տառը խախտվել է իշխանությունների կողմից, այսինքն այն սկզբունքը, որ կա սահմանադրության, որ եկեղեցին ու պետությունը անջատ են, իշխանությունը գնացել է հանցավոր մի հրամանի եւ միջամտել է եկեղեցու ներքին գործերին։ Այս բոլոր հոդվածներով վաղը մյուսօր պետք է դատվեն այն պաշտոնյաները, իշխանավորները, որոնք վերազանցել են իրենց պարտականությունները, լիազորությունները, իրենց օրենքից վեր դասելով։ Հիմա փոխանակ դատվեն իշխանական ներկայացուցիչները իրենց օրենքը վերազանցելու համար, այսօր մեղադրյալի աթոռին ամենայն հայոց կաթողիկոսն է։ Քաղաքական ինչ է զարգացումների կանխատեսում ունեք, նաև նշեմ, որ նախընտրական ծրագրում քաղաքացիական պայմանագիրը ներառել էր, որ եկեղեցու բարեփոխման ծրագիրը ներառել էր, ազգային ժողովում տեսանք Անդրանիկ Նիստին չհրավիրեց, հրավեր չուղարկեց Վեհափար Հայրապետին, ինչ քաղաքական զարգացումների կանխատեսում ունեք դուք։ ՔՊ-ի մոտ ամեն ինչ պարզ է, քաղաքացիական պայմանագիր կուսակցություն կոչվածը, խմբակը իրենք ի սկզբանե ասել են, որ իրենց նպատակը հայ առաքելական Սուրբ եկեղեցին քանդելն է։ Ավիրեն հայ առաքելական Սուրբ եկեղեցին ամիսներ առաջ էլ նման փորձ տեղի ունեցավ եւ մեր հավատավոր ժողովուրդը կանխեց այդ ներխուժումը, այդ վայրագությունը, այդ վանդալիզմը եւ իրենք նաեւ նախընտրական իրենց ծրագրում ասել են, որ մեր նպատակն է հայ առաքելական Սուրբ եկեղեցու կազմաքանդումը, ինչ հույսեր ակնկալիքներ պետք է ունենանք, այսինքն դե ասենք, եթե իրենք մտածում են, որ եկեղեցին քանդելով, այդտենց բոլշևիկներն էլ էին անում, էլի, բոլշևիկներն էլ էին, եկեղեցիները քանդում էին, կաթողիկոսին սպանում էին, ասում են մենք էլ ենք բարեփոխում են, իրանք էլ իրանց խելքով, իրանք էլ են ասում, մենք էլ ենք բարեփոխում անում, տենց են պատկերացնում բարեփոխման ծրագիրը։ Ինչ է կարծում։ Բարեփոխում չի, սա կոնկրետ արշավա թուրք-ադրբեջանական բազմաթիվ անգամներ ասել են։ Հիմա թուրքական, ադրբեջանական իշխանավորները, ներկայացուցիչները խրախճանքի մեջ են։ Հրավառություն է անդե տեղի ունենում, բացեք թուրքական ու ադրբեջանական մամուլը, տեսեք ինչ ցնծությամբ են ընդունում իշխանությունների այս որոշումը եւ ինչքան են փառավորվել եւ ուրախացել Ալիևի եւ Էրդողանի սիրտն ինչքան է փառավորվել։ Հասարակության մեջ հոգևոր դասի մոտ ինչ է կարծում, սա նոր բաժանումների, տարաձայնությունների տեղի կտա թե ոչ։ Եթե հասարակության մի մասը պետք է բաժանվի նրա համար, որ մի մասը պաշտպանում է հայ առաքելական Սուրբ եկեղեցին, կներեք, ես այդ մի մասի հետ գործ ունենալ չեմ կարող։ Ասենք սովորական կենցաղային խոսակցություն է, որ բաժանվեն, ասենք այս հարցի վերաբերյալ իրանք ինչ կարծիք ունեն, այն հարցի վերաբերյալ, սա սոցիալ-տնտեսական խնդիր չի։
այս հարցը, որ ինչ որ մտածեն ասեն, այստեղ կոնկրետ կան մարդիկ, որոնք որ գնում են ինքնության դեմ մեր հենասյունը հանդիսացող ինքնության սյունը հանդիսացող հայ առաքելական Սուրբ եկեղեցին ուզում է կազմակերպել։ Եթե մի մասը կողմ է դրան, դա հակապետական է, հակազգային է, ապազգային է եւ օրինակ ես որևէ մի գործ չեմ ուզում ունենալ այն հատվածի հետ, որը գնում է այդ արժեքների ինքնության դեմ։ Ինչտեղ բան չկա, էլի տարընթերցումների կարիք չկա կամ տարակարծությունների կարիք էլ չկա։ Կոնկրետ մարդիկ պետք է որոշեն, իրենք գծի որ կողմն են կանգնում։ Հավիտյան խարանի տակ, անեծքի տակ մնալու իրենց այն որ ասում է հետնորդներով հանդերձ, որովհետև այդ խարանն ու այդ անիծքը ոչ միայն իրենց է վերաբերվելու, այլ բոլոր են իրենց հաջորդներին, որոնք որ գնում են այդ քայլին, այսինքն ոնց կարաս դու նույն գծի մեջ լինես այն մարդու հետ, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու դուռը ջարդում է, օրինակ, մայրաթորի դուռը ջարդում է կամ կանգնում է խոյակների վրա, գերեզմանների վրա, ամենաանպատկար հայտարարություններն ու խոսույթը օգտագործում հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ ու չի պատժվում։ Ես հանցագործություն եմ ներկայացրել, հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին, հաղորդում եմ ներկայացրել։ Ուղիղ ոստիկանապետին այնտեղ ուղիղ եթերում կանչել եմ եւ ասել եմ, ես ինչ է կատարվում։ Ու բազմաթիվ այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ նույնպես ասել են, որ իրենց նկատմամբ բռնություն է գործադրվել, իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում իրենց հայհոյել են եւ այլն։ Գործա բացվել, գործեն հարուցել։ Չէ, ասում եմ, բան չկա։ Ինչ որ հանցակազմ չկա։ Այդ մարդիկ այդտեղ հանցակազմ չեն տեսնում։ Արի ու տես, այդ մարդիկ այդտեղ հանցակազմ չեն տեսնում։ Բայց որ վեհապարի պարտականությունները կատարել, ամեն հայոց կաթողիկոսը իր պարտականությունները կատարել, այդտեղ հանցակազմ են տեսնում։ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ եկեղեցին քաղաքականացված է եւ զբաղվում է քաղաքականությամբ եւ հիմնական շեշտադրումը կատարում են սրբազան պայքարի վրա, բայց սրան զուգահեռ մենք ունենք իրականություն, որ իրենց ծրագրի մեջ ներառել են եկեղեցու բարեփոխումը, գնդերեսների գունդը լուծարում են, բայց քաղաքական որոշ հայացքների տեր գնդերեսներին պահում են ՊՆ-ում եւ նաեւ դուք հիշեցրեցիք Տավրոս Սափեյանը, որը անպատիժ մնաց։ Լկտի սուտա, նախ քաղաքականությամբ զբաղվում են տիրադավ եպիսկոպոսները, այն իր շուրջը հավաքած այն տիրադավները, այն հերձվածները, որոնք որ գնացել են իրենց ուխտը դրժելով գնացել են վեհապար հայրապետի, այսպես ասած, մաս են կազմել են ծրագրի Նիկոլ Փաշինյանի եւ վեհապար հայրապետին դեմ են գնացել, նախ իրենք են սկսել զբաղվել քաղաքականությամբ, ինչ վերաբերվում է Բագրատ Սրբազան եւ Սրբազան շարժմանը, Բագրատ Սրբազանը իր պարտականությունները որպես Տավուշի թեմի առաջնորդ սառեցրել է եւ իր դիրքորոշումն է հայտնել հայրենահանձնման հետ կապված, Արցախի հանձնման հետ կապված, այսինքն եթե տեղի է ունենում մի երևույթ, որը որ աննախադեպ է մեր նորանկախ Հայաստանի պատմության մեջ եւ Սրբազանը տեսակետ է հայտնել, դա նշանակում է քաղաքականության մեջ մտնել, բայց դա չի նշանակում օրինակ իր շուրջը համախմբված, չգիտեմ, հավաքված իր տիրադավ եպիսկոպոսները, որ գնում են այդ քայլին, դա նորմալ է, հա։ Նորմալ չի եւ այդ առումով ամբողջությամբ սուտա, կեղծիք է եւ ապատեղեկատվություն է իրենց կողմից։